Հիսուս միայն, ամենքս կփոխվին, մարդիկան կփոխվին, ամենալը փոխվին, բայց մեկը գավոր երբեք չի փոխվին, արկլա անիկա սիրեց, կսիրե և պիտի սիրեց, մինչև և հավիդյանը սարի է, արկլան տերոջը, արկլա աստիծը, ասի վեց ռացնաշնորին համար որվեսի մեզ մի ամեն մեկոտ տված է։ Շատ ուրախ եմ, որ ասր մեզի հասպիկ կույրը, իդը խոսի հալակյան կույր հասպիկը, իրականության մեջ մեծապես կտնա դեմ հասպիկ կույրը, որևէ մեկ տարբերություն չի տնելով, երբ որ պետք ունեցան, եկավ և տարիները իվեր կգործանցի մեզի հետ, աստծո փառք կտան։ Մարդիկ տարիքի կնային, մարդիկ տարբեր բաներ կնկատեն, բայց մեր Աստվածը կսե ես քեզի հետ եմ, Հովսեփի կսե ես քեզի հետ եմ, երբ որ 15 տարեկան է, Եղիայի կսե ես քեզի հետ եմ, երբ որ անչուզեր ապրիլ կսե երթամ, այդքան ծերացեր է, կսե ես քեզի հետ եմ, Մարին կսե ես քեզի հետ եմ, ամենապստիկին կսե ես քեզի հետ եմ, ես քեզի հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Մարդիկ կտնեն զանազանություն, բայց մեր Աստվածը չի տնել, փառքը լա Տերոջը, փառքը լա իրականության մեջ ինչ պատուցան եմ Տերոջս, իրաց բոլոր շնորհներուն համար, փրկության քավաթը պիտի առնեն և իր անունը պիտի հոգեն կսե Աստծո խոսքը։ Շատ ուրախ ենք հասմիկ կույր, ես քեզ մեր մասնավոր շնորհակալություն կհայտնեի, որ ոչ մեկ տարբերություն դրավ, երբ որ պետք ունեցանք նվագողիմը, և տարիները իվեր հավատար մապարկուքա հարած և սիրով կսե դեր հարավորվի և մեր կույրը կնահատվի։ Պրամի հասմի կույր, ասոր, we have the privilege to listen to you, Պրամի։ Ես շատ սիրով և ուրախությունով ուկամ, անակ որ ինձ ուրախություն է, ոս ծեր մեջի կտնվի, աստո փառք ուտամ, որ Աստված արիթը դվա և այսօր դարիներ է վեր ինչպես որ սա կուկամ և իմաստակցիկ և դերը պարավորենք և աստո խոսքը կլսենք։ Ուրեմն, հարիրուս սիրեներ, այսօր աստո դանի մեջ կտնվի անգամը եվս և ուզեմ այսօր հարցիներ թե կդերվար ամսվան մեջ, ինչ կարևոր դոմ ունենք մենք հայերս։ Վարդանանց, այո, և կարևոր է, որ դարինքոնը անգամ մհիշեք, by the way, աշոքույր բարի եկերս այսօր, երկարադեն է աշոքույրը չեղդար եկած այսօր։ Ուրեմն, փառք ուտանք Աստծո խոսքին, որ մեզի թարեր առաջ հասած է և մենք այսօր անոնց զավակները դա գավիթի շարունակենք դերը բաշտել և դեր ունենալ։ Քանի որ այս վարդանանց պատերազմը իսկապես մեծ արժեք ունեցավ մեր հայ ժողովրդին համար, որովհետև այդ պատերազմին պատճառով էր, որ մենք այսօր քրիստոնյա ենք, այլապես մենք այսօր այլասկ եղած պիտի լինենք։ Ուրեմն, այս պատերազմը 1574 տարիներ առաջ տեղի ունեցել է։ Ուրեմն, գարշե որ դա կավին հիշենք, պատերազմը 451-ին էր ունեցած է, բայց այսօր 1574 տարիներ անցած է։ Միթե գարժե դակավին հիշատակել և ոգևորվել այդ թիրծածներում արդիրոսությամբ և խարթավարվել անոնցմով։ Ինչ քաններ, որ այսքան դարիներ ես դակավին յուրաքանչյուր հայու երակներու մեջ հայու հիշատակը գա և հարկանքով ու հիացումով հիշենք մեր նախահայրերը, որոնք նվիրված կերպով պատերազմեցան և այդ մեր թշնամի Բարսինին դեմ պատերազմեցավ, որ իրավ հայու սրտի մեջ դեր չունին Վարդան և իր ընկերները։ Պատմական ակնարկ մնենք այսօր թեպքին և անոր այլ տվող բարականերուն և նայենք թե ինչն էր, որ Վարդան և իր հերոս ընկերները նախընտրեց
Մերձի մահը Քրիստոսով, քան թե կյանքը առանց Քրիստոսի։ Այս տեքստը որ պատահեցավ 5-րդ տարին էր, եւ 5-րդ տարը մեր ասկին, մեր ժողովրդի ոսկե տարն էր ադիգա։ Երբ Դագավին այսօրվա մեծ տերությունները քոյություն չունեին, մենք արդեն 5-րդ տարում մեջ մեր ոսկե տարը գալրեինք։ Մենք սիրելիներ շատ հին ժողովուրդ մի եղած են, 3000 տարուն է ավելի մենք քոյություն ունեցած ենք։ Եվ առաջին տարում, երբ Տեր Հիսուս խաչվեցավ, հարություն արավ եւ համբարձավ երկինքը, իր աշակերտները եւ հավատացյալները այնքան Տերոջը սիրով լեցված էին, մանավանդ երբ որ Սուրբ Հոգին եկավ իրենց, մեկական գդրիչներ դարձան այդ աշակերտները եւ հավատացյալները, եւ սկսան այնքան ամեն ոմ Հիսուսի մասին խոսել, որ անիկա այո խաչվեցավ, այսօր հարություն արած է, եւ անիկա համբարձած է, մեզի համար փայլոստում գնե։ Ուրեմն այնքան Աստծո գործը հարաճ գնաց, որ շատ բնական է, որ հալածանք տեղի ունեցավ։ Ամեն կողմերը սկսան հալածել, անոնք որ փուն հրյաներ էին, անոնք հավատային, որ միայն մոսիսական օրենքը պետք է կատարեն, անոր պետք է հնազանդին, ուրեմն մեծ հալածանք սկսավ, եւ այս հալածանքին պատճառով ժողովուրդը ցրվեցավ, ամեն մեկը դեր մքնած։ Եվ այնպես պատահեցավ, որ երկու գարակյալներ յալ, Հիսուսի աշակերտները, Թադեոս եւ Բարթոլոմեոս, անոնք Հայաստան գացին, հոն փախան։ Եվ հոն 20 տարիներ Աստծո խոսքը քարոզեցին եւ ասին, որ ճշմարիտ Աստվածը Տեր Հիսուս Քրիստոս է, որ դեպետ մերա այսօր հարություն արա եւ անիգա մեր ժողովրդին բնիչն է եւ մեր Աստվածն է։ Բայց դժբախտաբար 20 տարիներ յետքը այս արաքյաններուն նահատակեցին, ներծուցին մեր հայերը դժբախտաբար։ Բայց մեր հայերը 301 թվականին քրիստոնեություն ընդունեցին Ասկովին եւ ադար պատճառը եղավ, որովհետեւ շատ թագավորը հիվանդ էր եւ իր քույրը երազում տեսավ, որ պետք էր Գրիգոր Զոհրաբը Գրիգոր Լուսավորի չկար եւ աղոթել իր վրա, որպեսզի հանգստանա։ Ուրեմն երբ որ դրտա թագավոր հանգստացավ, ադոր վրա ինքը ուրեմն հրճագեց, որ քրիստոնեությունն է մեր ժողովրդին կրոնքը։ Ուրեմն 301 թվականյան սկսյալ մենք հայերս արդեն քրիստոնեություն ընդունած ենք, իբր մեր պետական կրոնքը։ Եվ այնքան սիրով եւ խոնարհությունով եւ ուրախությունով հայ ժողովուրդը ընդունեց այս քրիստոնեությունը եւ Քրիստոսի խաչին դակ խոնարհելով Սուրբ Հոգիով մգրվեցան։ Եվ այս տեքստը այնքան հրաշալի եւ զմայրելի թվեցավ, որ մեր նախարարները խորեցան, թե Աստված հատկապես իրենց համար իր միածին որդին Հայաստան բերած էր։ Այդպես կխորեն եւ անոր համար անոր ժամանացվերը, այսինքն միածինի ժամանացվերը կոչեցին Էջ միածին, այսինքն միածինը մոն իջած է, Էջ միածին։ Ուրեմն խորեցան, որ հայերուն համար Աստված իր միածինը բերած է։ Հայերս ընդ հող եղած ենք եւ Աստծո խոսքը ընդունելու աղերքան ունեցած ենք, կարելություն եւ փափակ ունեցած ենք։ Մենք քրիստոնեական սերմերը ընդունած ենք եւ այդ սերմերը սկսած են արմատ ներել, ձրիլ, ծաղի եւ բտուղը։ Մենք այնքան Աստված եւ անոր խոսքը սիրեցինք, որ պետք է սկսեցին մեր լեզվով Աստվածաշունչ ունենալ, բայց մենք չիրեք չունենք։ Ինչպես Աստվածաշունչ պիտի ունենանք, եւ ճիշտ չունենք։ Բայց որպեսզի Աստվածաշունչը հայերեն լեզվով մեր ցերկերու մեջ ունենանք, այնքան փուլ գերբով փափակեցան եւ Աստվածը բադվեց այլ հայերուն այս փափակը, որ մեր լեզվով հայերեն Աստվածաշունչ ունենան, անոր համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մեր քիլերը տվավ, 36 քիլերը, որպեսզի անոցով մենք կարենանք հայերեն Աստվածաշունչը մեր ցերկերու մեջ ունենանք։ Եվ կհավատան, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց Աստուծմե գերբոմը իրեն դեսիքի մեջ դրվեցան այս հաները մեր քիլերը եւ այսօր մենք Աստվածաշունչը մեր լեզվով հայերեն լեզվով ունենք։ Եվ երբ որ
այս աստվածաշունչը սկսան թարգմանել Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոս եւ խումբ գիտնականներ եւ այնքան գեղեցիկ թարգմանեցին, այնքան հարազատ թարգմանեցին, որ այնքան գոչվեցավ թագուհի թարգմանության, ասկա քրափարներ։ Եվ անցը որ այս Աստծո խոսքին թարգմանությամբ սպառած իր բաշտոնը անիգա էր։ Գսել որ այնքան հարազատ թարգմանված է այս հայերեն փրակիրը, հայերենի աստվածաշունչը, որ եթե նույնիսկ օրը փրակիրը գործված է եւ պետք ունենանք փրակիրին, այս թագուհի թարգմանությանցը քրափար թարգմանությունը գնա փնակիրին դերը ծառայել, այնքան որ հարազատ թարգմանված է։ Նաև աստվածաշունչի գլխին սկսան շատ ուրիշ գեղեցիկ քիրքեր ասորերեններ եւ ուրիշ բանբոնարեններ թարգմանել։ Եվ նաև ասեմ, որ առաջին քիրքը աստվածաշունչի մեջ որ թարգմանվեցավ Արագած քիրքն էր։ Քանի որ Արագած քիրքը իսկապես Աստծո խոսքի լեցունություն ունի, գեղեցիկ խոսքեր ունի, առակներ ունի, որ մանավանդ մեր բադանիներու երիտասարդներուն շատ օգտակար կլինի կան։ Ուրեմն այսպես մեր մշակույթը առաջ եկավ, բարձրապես որովհետև մեր քիրեր ունեցանք եւ այսպես այդ 5-րդ տարում եղավ մեր ոսկեթարը։ Քրիստոսի սիրույն ու շնորհքին քերեսությունը երևցավ ժողովրդին բոլոր խավերում մեջ, քրացիեն, հասարակ ժողովրդյան սկսյալ, մինչև ազնվականին եւ իշխանին կյանքեն ներս։ Մեհյանները, որ պաներուն գրագի համար իրենց բաշտամունքի դերերն էին, մեհյանները փոխվեցան եկեղեցիներում, հետանոսական հանդիսությունները, դոները փոխարինվեցան քրիստոնեական դոներով։ Վերջապես հայոց սվարքն ու փառքը հիմնովին փոխվեցավ։ Ընտանեկան եւ ընկերային հարաբերությունները սրբացան, որպեվային ձերը, հիվանդը, անգարը, օդարականը, ուշադրության եւ կոքատության առարկա դարձան։ Թաստիարակության գետրոններ, բանկեր, դպրոցներ բացվեցան։ Բոլոր Հայաստանը կարծես թե բաժանան էր, դպրոց եղած էր։ Երբ քիրերությունը եղավ, Վարդան 14-15 տարեկան էր, հազիվ, պատանիմ էր։ Բայց ինքը թորնիկն էր Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսի իր մորը կողմեն, իսկ հայրն մեր փանակին հազարապան էր, սպարաբետն էր, այդքան որ ուրեմն Վարդանի բեկրանդը շատ զորավոր էր, մեկ կողմեն հավատացյալ, մյուս կողմեն զինվորական։ Ուրեմն անգերտվեցավ եւ թաստիարակեցավ իր մոր եւ մեծ հորձունկերուն կողմ քրիստոնեական մթնոլորտի մեջ։ Անոր թասակիրքը եւ ամենասիրելի քիրքը աստվածաշունչն էր։ Ավետարանը զորացուց անոր անգերց հավատքը եւ իրեն տվավ քրիստոնեական կյանք, զորություն եւ վկայություն։ Նույնադեն անստացավ կրոնական շունչի կողքին զինվորական գրթություն, որովհետև հայրը համազած սպարավետ էր հայոց փանային։ Վարդան միտ ըլլար անվելի էր քաչ, հավատավոր եւ անսխալձող զինվորը։ Եվ այս թաստիարակությունը, հոգևոր թաստիարակությունը ստանալը միայն Վարդանի չվիճակվեցավ։ Ամեն կողմը սկսան ժողովուրդը մեծ բզդիկ Աստծո խոսքի ճշմարտությամբ սնանիլ եւ մեծնալ։ Այնպես որ հալ ըլլալ կնշանակեր քրիստոնյա ըլլալ։ Ուղղակի կարծես թե հայում նշանակություն աներ քրիստոնյա ըլլալ։ 5-րդ տարում 50 հայերը երկու գլխավոր խումբերով հաշտված էին եւ անհատ իրենց գեոգրաֆիկի բանով պատճառով հունական եւ բարձրական խումբերով հաշտված էին։ Հայաստանի արևելյան կողմը գտնվել բարձրական վարչիկները, որ Սասանյան պետություններ, իսկ Հայաստանի արևմտյան կողմը գտնվել հունական պետությունը, այսինքն բյուզանդական դաշտությունը, եւ անոնք քրիստոնյա էին։ Բարձրաստանի ենթակա խումբը իր մեջ բաժանված էր Բարսիլին կողմնակից եւ թեմ։ Բայց ճշմարտությունը այն էր, որ հայերը Բարսի քերիշխանության տակ էին, թագավոր չուներին եւ կգարավարվեին մարզբաններով, այսինքն Բարսիկներուն կողմեն տրված մարզերով կգարավարվեին հայերը, զինվորական եւ քաղաքական կառավարիչներով։ Ուրեմն
Հայերը, քանի որ բարսիկներուն ցերքին դակն էին, ամեն անգամ որ բարսիկները բادرազմեր գնային, հայերն իրենց ուժերով կմասնակցեն այն բարսիկներուն բادرազմերուն եւ շատ հաջող հաղթություններ կդանեն, ինը բարսին, ուրեմն հայերով ուժով բարսիկները մեծ հաղթանակներ կդանեն։ Ուրեմն այնուհետև բարսիկ երկրորդ թագավորն էր, Հասկերտ երկրորդ բարսիկներու թագավորն էր։ Այս մարդը խորելով որ հայերու մեկ մասը, քանի որ քույրերուն գոհն են եւ անոնք քրիստոնյա են, գնալով որ հայերը բոլորը քրիստոնյաներուն գոհը հարին, ուրեմն խորեցավ որ լավ գնա որ բոլոր իր իշխանության եղողները ամենը մեկ գրոնք ունենան եւ այն adem գրոնքը ճյուրին բիդալա եթե ամենը նույն գրոնք ունենան եւ մշակույթն ամենը բարձրացնեն։ Ուրեմն Հասկերտ այսից քաղաքարը հայտնեց եւ ուզեց որ հայերը լան զրատաշտական լան։ Ուրեմն նամակ մգրեց հայերուն հրովարտակը եւ իր գամքը հայտնեց։ Հայերը եւ այս նամակ արին այս հրովարտակը շատ մեծ նեղության մեջ գտնվեցան։ Ուրեմն պետք եղավ որ կարևոր մեծ ժողով դեր ունենա։ Եվ եկեղեցական համաժողովը տեղի ունեցավ եւ նախագահներ այն օրվա կաթողիկոսը, Հովսեփ կաթողիկոսը եւ ներկա եղան 17 եպիսկոպոսներ, 18 նախարարություններ, նաեւ Վարդան Մամիկոնյանը անոնց մեջն էր։ Այդ ժողովի մեջ նաեւ ներկա եղան քահանաներ, վանականներ։ Եվ այս ժողովը տեղի ունեցավ Արդաշատի մեջ։ Եվ սերվեցին, թե ինչ պատասխան տանք այս նամակին Հասկերտին։ Եվ շատ բաներ նկատի առնելով պատասխանեցին, որ մենք պատրաստ ենք մեր եւ մեր զավակներուն արյունով քո կողքիդ քեզ պաշտպանելու, քեզի համար գրվելու, քեզ պաշտպանելու, պատերազմելու, բայց մենք մեր հավաքին չենք դառնալ։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսը չենք ուրանալ։ Որովհետեւ զորավոր նամակ մգրեցին եւ շարքրեցին Քուսուրդ եւ մեր պիսը։ Մենք հոժար ենք մեր սիրտը դալու, բայց ոչ մեր դժվարությունը Քրիստոսի հանդեպ ունեցած մեր սերը եւ քրիստոնեական հավատություն։ Երբ որ Հասկերտ այս նամակը արավ ասխանտուկը նամակը հայերուն կողմեն, խիստ կատկեցավ եւ զիրենք Պարսկաստան հրավիրեց, իրաց մայրաքաղաքը Լիզբոն հրավիրեց, որովհետեւ հոն անցամ այդ նախարարներուն հետ խոսի եւ զանոթ համոզել, որովհետեւ գրագաբաշխությունը ընդունի, քանի որ բարսիկները գրագը բաշխեն այնատեն։ Եվ սավանոս, գամ ուրանակ քրիստոնեությունը եւ զրատաշտականությունը գտնունիք, եւ գամ ցես բոլորդ, ցեր ընտանիքներով ակսոր գլավեն եւ գսպանեն ցես չարաչար։ Դու գսա փոխանակ գրագը բաշխելու, կբաշխեք խաչված աստվածում։ Հոդ ադոնց մեջ, այդ նախարարուն մեջ 15 տարեկան աղդղամը գար եդերին կացած է, բսա դեր թագավոր, թուն միայն Քրիստոսի խաչվիլը կիդես, բայց կիցեր, որ անիգը հարություն արա, և երվին պարսացավ, Հասկերտ պարգացավ, աս ինչ համդուք ընդաղայը, որ ինձ իլկեմ ասեն կխոսի, բսա այս տղա մերսուցեք կիտեք, վերին զարներով մերսուցեք, և իսկ կաբեսել այդ 15 տարեկան դուն մերսուցին։ Հայ նախարարները տեսան, որ շատ մեծ նեղության մեջ են եւ շատ դուրս չխնդիրը։ Հիմա իրենք Պարսկաստան կգտնեն, իրենց երկրի մեջ ապչեն, որ իրենց սուրով, իրենց բաներով երկիրը պաշտպանեն։ Ուրեմն խնդրեցին Հասկերտին, ասին, որ մեզ մի քանի օր արիք տուր, որ միասին խորհրդակցին եւ մեր միացյալ պատասխանը քեզի տանք։ Օքեյ գսավանիգայալ, ուրեմն ասոնք միասին խորհրդակցեցան, ասին, ինչ ունենք։ Ինչ քայլ արնենք, ինչպես այս Հասկերտի ցերկեր գնանք ազատել, որ մենք Հայաստան երթան։ Եվ խորեցան, որ միակ միջոցը ընդունել, որ այո, մենք զրատաշտ կլանք։ Ատվանով, ուրեմն Քրիստոս ուրանանք, զրատաշտականություն ընդունի, որպես մենք Հայաստան երթանք եւ վերջը Հայաստան ըլլալեն վերջը պաշտպանենք, մեր հավատքը եւ մեր երկիրը պաշտպանենք։ Ուրեմն, երբ որ իրենց այս բանը հայտնեցի, բայց Վարդանը ասեմ, որ շատ հագարակ էր։ Սա անգարելի, ես կմերնեմ, հոժար եմ մերնելու, բայց դերս չեմ ուրանալ։ Բայց անակ դերմը հասան, որ ըստիպած, Աստուծո խոսքեն Վարդանը համոզեցին,
որպեսզի ընդունի եւ ուրանա դերը։ Նայեցեք ինչ համարներով Վարդանը համոզեցին։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխում 21-րդ համարներ առաջինում։ Վասնզի գսե Աստված զանիգա որ մեր չերքի դեր, այսինքն Հիսուսի համար, բեզի համար մեղավոր սևեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարներն ունենանք։ Եվ երկրորդ համարն Հռոմայացիս 9:3, այսօր Պողոս առաքյալ գսե, քանզի ես ինքս կնախընտրեի նզովված ելալ Քրիստոսը իմ մարմնի կողմաներ եղբայրներուս եւ ասկարաններուս համար։ Ուրեմն այս երկու համարներով ստիպված Վարդան առանց ուզելու ինքալ երեսանց ուրեմն ուրացա քրիստոնեությունը ուրեմն երբ որ հազգեր քիծա որ ասոն քրիստոնեությունը ուրացան եւ հիմա այլևս եղան գրագաբար շատ ուրախացավ եւ մեծ հարկանքներով մեծ նվերներով 750 հոգերով եւ 10,000 զինվորներով նվերներով իրենք Հայաստան գրկեց որպես այս 750 հոգերը բոլոր հայ ժողովրդին սորվեցին որ ինչպես արևը պիտի պաշտեն։ Բայց հազիվ այս խումբը Հայաստանի սահմանը մոտան արդեն դուրը հասել են Հայաստանի մեջ որ այս կացողները քրիստոնեություն ուրացել են եւ բուքան որ մեզ արևը պաշտարցնեն։ Ուրեմն այս սահմանի վրա մեծ բادرազմ գրիմ դեր ունեցան։ Քյուրացիները ժողովուրդ ինչ որ ունեին, սուրեր, փայեր, փոհեր, ինչ որ ունեին, ըսկսան այդ եղող խումբին թեմ բادرականներ, բայկարին, որ դուք ինչպես համարձակած եք, ասել որ մենք այլևս գրագի պիտի պաշտենք, մենք չենք ուզել։ Եվ ասոր առաջնորդ դար սուրբ Լևոն բանը եղած է, երեց եղած է, անոր առաջնորդությամբ այս ըմբոստությունը դերի ունեցած էր։ Նույնիսկ հայ մայրեր եւ հայ գիներ որոնց զավակները կամ ամուսինները կացած էին դիզբոն, անոնք իրենց հարազատները չընդունեցին, որ դուք ինչպես ուրացաք և քրիստոնեությունը ներշեցիք և արևապաշտությունը ընդունեցիք։ Ուրեմն շատ մեծ ատեղը գնում բադահեցավ և այդ եղող չեգորպաներ ահին բարձիկներ ահետերին եկած է, ուրեմն հոտ գրիմ բադայեցան և շատ բարձիկներ մերսվեցան։ Ուրեմն բադերազմ դեսան, որ անխուսափելի է, հազգեր տեսա, որ աս հայերը շուրակով սիրով բիդի չընդունին արևապաշտությունը, ուրեմն որոշեց, որ բադերազմ պետք է լա, և բադերազմը սուտ գրոնական պնույթ ուներ։ Մերմիր խրճի ազատության համար, որովհետև քրիստոնեական հավատքը ապրեր թարեթար։ Ուրեմն այդ բادرազմը դերի ունեցավ Հայաստանի սահմանները ներս Դղմուտ քեդի ափին, Ավարայրի ափին վրա եւ թվականներ 451 մայիս 26։ Ուրեմն հայերը եկան Ավարայրի թաշտի վրա դերավորվեցան, ամբողջ գիշերը բայց հայերը չի գնացան, բոլոր գիշերը սաղմոսները սին, երկեր երկեցին, աղոթեցին, խոստովանություններ եղան, բادرակներ եղան և նույնիսկ հաղորդություններ ունեցան։ Ինչու՞։ Որովհետև գիտեին, որ իրենք բարձիկին թեմ պիտի չգարենան գլուխ ելնել։ Անոնք թիվով շատ են, հայերը քիչ են, ինչպես գիտեին, որ ուղղակի պիտի մեռնեին, անոր համար վերջին գիշերը հաղորդվեցան ամեննա։ Եվ այսպես պատրաստ եղան հաջորդ օրը պատերազմին։ Եվ Եփանը Լևոն 3 տան իրենց հետ էր, ըսավ քաչ եղեք, Աստված մեր կողմն է, մենք մեր սուրբ կրոնքին և հայրենիքին համար կպատերազմենք։ Նաև Վարդանան իրենք շատ խրախուսեց, ըսավ որ մի վախնան, մենք ըսավ մեր Աստծուն համար, մեր Քրիստոսին համար պիտի պատերազմենք, քաչ եղեք։ Եթե նույնիսկ մենք մեր զավակներուն և մեր արյունը տանք, չընդա թե մենք ուրանանք Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Վարդանան շատ քաչադերեց հայ զինվորները։ Մենք սիրելիներ արդեն փոքր ժողովուրդ եղած ենք, ամենի շատ Տիգրան թագավորի օրով 7-8 միլիոն եղած ենք, հիմա թերևս 29 միլիոնի չափ են հայերը։ Ուրեմն մեր հայկական բանակն ալմստիկ էր, ուրեմն մեր հայկական բանակը 66,000 զինվորները կփականար, իսկ Բարսիլի բանակը 300,000 զինվորներով և անոնք ունեին փիղեր իրենց հետը, որոնք ուղղակի թանկերով ես ուղղակի մեծ քոզը կկատարեին։
Նաև այս 300,000 բաների մեջ Բարսիկի զինվորների մեջ դժվարտական 50,000 հայ զինվորներ կային, որովհետև Վասակ Թավաջանը ինքը իր խումբ ուներ 60,000 ինքը զինվորներ ուներ եւ ինքը Բարսիկի կողմը անցած էր եւ Բարսիկի կողմեն կպատերազմել հայերուն դեմ Երևանից։ Ուրեմն մեկ հարուտեն 5 հատ Բարսիկ։ Խաչ հայը ինչպես պիտի հաղթի ասոնց։ Ուրեմն այս ավարարի պատերազմը դերեց միայն մեկ օր, քանի որ այնքան անհավասար էին ուժերը։ Ուրեմն հայերուն կողմեն 1036 հոգիներ քաչեր մահացան այդ մեկ օրվա մեջ լարով վարդանը։ Իսկ հայերը թշնամի փանային 3544 անձեր ներծուցին։ Ուրեմն իրենց հավատքով եւ արինով զինեցին հաջորդ սերունդները։ Այո, հայոց զենքը բարդվեցավ անհավասար գրիվի մեջը, բայց ոչ թե հայ հոգին։ Հայ հոգին շարունակեց, դակավին 33 տարիներ շարունակեց։ Այո, մենք հայերս գործընծուցինք այդ պատերազմը, բայց Վարդան Մամիկոնյանի եղբորը դղան, Վահան Մամիկոնյան, այդ բայթարը շարունակեց 33 տարիներ, մինչև որ օրը եկավ, որ այլևս Բարսիկները դգարացած էին եւ այնադեմ իրենց թագավորն վաղաշ թագավորն էր, եւ ուրեմն հայերուն ազատություն տվավ, որ հայերը այլևս իրենց գրոնքը բաշխեն, քրիստոնյալան, եւ թաշնակիր մկրվեցավ այնադեմ, եւ այս թաշնակիրը դերու ունեցավ 484 թվականին, այսինքն Վարդանանց պարտենազմեն 33 տարիներ ետվե, եւ այդ թաշնակրին հոտվածներն անայեցիկ դա ասել, առաջին, խղճի, մտքի և գրոնի ազատություն, ասե հայերը իրենք շարատրեցին և այդ բարսիկ թակավորն ըստորակրեց ասլայնադեն, երկրորդ ադրուշաններու չնչում, երրորդ վերաթարց հայ նախարարներու բոլոր իրավունքներուն և առանձնաշնորհումներուն և չորրորդ աչարության չնչում բոլոր անոնք հավանդուրած եղած էին, անոնց առավելություններ տված էին, ադոն գալ պետք է չնչնին։ Ուրեմն Տիբետ քաղաքական իշխանության և անկախության չդրեցան հայերը, քանի որ բարսիկները դակավին իրենց վրա էին, բայց այս բաներ ունեցան, ազատություն ունեցան քրիստոնեություն պաշտելու և քրիստոնյա մնալու։ Արդյոք ինչ էր պատճառը, որ 1574 տարիներ հետ մենք դակավին այսօր կհիշենք։ Պետք է հիշենք աղջկացմենք Վարդանանցը, ասկան տարիներ անցած էր։ Այո, գհիշենք, որովհետև եթե այդ adem հայերը քրիստոնեության հավատքը իրենց ցեցկած չլայն նույն պատերազմով մենք այսօր իսլամ եղած կլինենք, որովհետև մենք եթե ընդունեինք բարսիկներուն եւ բարսիկներուն ես մենք ագրագաբաշ լային, որովհետև բարսիկները 200 տարի վերջը արաբներուն հետ գրվեցան եւ արաբները իրենց իսլամությունը բարդացրեցին բարսիկներուն։ Ուրեմն եթե մենք այնադեմ բարսիկներուն հետ եղած լայն, մենք այսօր իսլամ եղած կլինենք։ Ուրեմն ատոր համար է, որ Վարդանանց պատերազմը մեծ կարևորություն ունի։ Ուրեմն ինչ կարևորություն ունեցավ այս պատերազմը։ Հայը խղճի կրոնքի ազատություն ունեցավ։ Բարսիկը գիտավ, որ չէր գնալ բարդացրել հայուն քրիստոնեություն է զատ ուրիշ կրոնքը։ Եվ երևակայեցեք բարսիկ մոկպետն ըսած է։ Եթե աստվածներն օգնության կան, անհնարին է, որ մոկության օրենքները հաստատեն հայոց մեջ։ Մարդիկ, որ ոչ միայն արդակին թշնամիներուն, այլ և իրենց մերձավորներուն չեն խնայեր, որ ոչ կավանքները գզարկուրին, ոչ տանչանքները գվախնան։ Մահը կյանքի ավելի նախամեծար կհամարին։ Ով կարող է անոնց թեմ եղալ։ Այո, դեսան, բարսիկներն դեսան, որ անգարելի է, հայուն չեն գնալ բարդացրել զրատաշտականությունը։ Մենք հայերս նախապես հետանոց եղած էինք, և ջանցած էին կիսապանության թադարությունը և անոր հուսախապությունը, բայց երբ առաջին թարուն ավետարանը Հայաստանի մեջ քարոզվեցավ, մեր նախարարները փորձարապար տեսան, թե քրիստոնեությունը բոլորովին դարբեր կրոնք մներ, անգը ներկայացրել աշխարհը լուսավորող Հիսուսը, որ զինք ընդունողներուն յանք, զորություն, վկայություն կդառնար։
Եվ ոչ մեկ կյանքի հիմնադիր գրծած էր ասել, որ ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, ես եմ աշխարհի լույսը, ես եմ հարությունն ու կյանքը, ան որ ինձ գավադա թեև ներդի մի ապրի։ Ուրեմն Վարդանանք այս Քրիստոսը ճամփած է եւ ասին որևէ մի կերպ մենք չենք գտա փոխարինել ոչ մեկ ուրիշ կյանքի։ Ուրեմն Վարդանանք պատերազմը ոչ թե միայն հայ քրիստոնեությունը պահպանեց, հավը ամբողջ մերձավոր արևելքի քրիստոնեության գոյությունը ապահովեց։ Եթե հայերը մեր ուրանային քրիստոնեությունը ըլլալով առաջին քրիստոնյա ժողովուրդը, բոլոր մերձավոր արևելքը պիտի իսլամանար։ Ինչպես որ քիչ առաջ հիշեցի, 2 տարի հետ բարձիկները իրենց զրատաշական գրոնքը թողեցին եւ իսլամության հարեցան։ Վարդանանց հերոսներու մարգիրոսության պատճառը այսօր հայ ասկը դագավին քո է։ Եթե մենք այսօր հայ ենք եւ դագավին գաբրենք, այդ պատերազմին կպատրին։ Այլապես մենք բացիկներ մոտ խառնված պիտելային եւ լուծված պիտելային։ Շատոն սուրբած մորցված ասկ պիտելային եւ հայուն անվան պիտի հանդիպենք մի անպատմության մեջ։ Ինչպես որ բարական եղավ շատ ուրիշ ասկերու, որոնք արդեն իսկ մորցված են։ Հայ քաղաքակրթությունը գորուստեպը գվեցավ, երբ որ Վարդանանցը դեպի ունեցավ։ Քանի որ 5-րդ տարում դեպի ունեցավ Վարդանանցը, որ մեր ոսկեթանն էր։ Հայ ասկը զարթոնքի մեջ էր։ Վարդանանց մեծ արժեք ունի, որովհետև ձաղյալ քաղաքակրթությունը մահվանել բջացումել փրկվեցավ։ Վարդանանք մերան, որ հայ դպրությունը, քրագանությունը, հայ լեզուն եւ քաղաքակրթությունը ապրի։ Եվ նաեւ հայ փառքեր, սովորություններ, մաքրություն, ընտանեկան մաքրություն, սրբություն ալով պահպանեցին։ Քանի որ բարձիկները նկարակրով շատ ինգած էին, ընտանեկան սրբություն չի կար, խառն ամուսնություններ, անփարողություն օրենք դարձած էր, բազմագլությունը հասարակ սովորություն էր։ Նույնիսկ Հազգերտ երկրորդ թագավորը ամուսնացած էր իր աղջիկան հետ, իր զավակին հետ, եւ մի քանի տարիներ հետ գազիկը մերցուց։ Արդյոք ինչ է խախտիկը մեր գաղտնիներուն հերոսության, արդյոք մեկ քիշևա մեջ ասում հերոսներ դարձան, երբ իրենց հավատքը արյան քիրով պաշտպանեցին, ուրեմն պատճառը ինչ էր մեր հայերին։ Այդ տարուն հայրուն ամենասիրելի քիրքը Աստվածաշունչն էր, անով գսնաներ, անով գտասերակներ, Քրիստոսի ցուցած կյանքի բարձր չափանիշն էր իր արժեր եղած չափանիշը, անով Քրիստոսի սիրով ոգորված մարդիկ էին, անոնք բոլորը նվիրված էին Աստվածաշունչը գարցալու, սորվելու եւ մանավանդ ապրելու։ Անոնց տները թարսած էին սրբավայրելու, ուր մանուկներ Աստծո գտասյարակվեին։ Եվ Աստծո բալատերը սկսած, մինչև եկին խեղճուգը մեծ փաթակ կար Աստծո խոսքի հանդեպ։ Անոնք ապրեցան լսելով ով պիտի զատենես Քրիստոսի սերն։ Բայց քանով մեզի, արդյոք մենք ինչ կսովեցնենք մեր նոր սերունդին եւ ինչ իդեալներ եւ հերոսներ գտնենք անոնց առջեւ։ Վարդանանց սերունդի մեզ արդյոք մեր շնչման աղբյուրը ավետարանն է, Քրիստոսն է։ Այսօր Վարդանի նման քրիստոնյաներու եւ հայերու անհրաժեշտ պետք ունի մեր ազգը։ Մենք պետք ունենք Վարդաններու եւ նոր Վարդաններու, որոնք սիրեն Աստված եւ վստահին անոր, որոնք սիրեն իրենց ազգը, հայրենիքը եւ քուրքուրան ու հարքեն սան։ Այսօր Աստված փառաբանության եւ շնորհակալության օր է, որ մեզի շնորհած է նախահայրեր, նախամայրեր, Վարդաններ, զինվորականներ, եկեղեցականներ, գիներ, որոնք եղան քաչ, հավատարիմ, հավատքի դեր նվիրված եւ ծառայասեր։ Մեր նախնիկ իրենց քրիստոնեական հավատքը, ազատությունը, քաջությունը եւ ասպետական ոգին իբր թանկագին քանցեր ժառանգ թողած են մեզի իրենց արյան քիրով։ Մենք անոնց ժառանգորդները արդյոք կպահենք քուրքուրանքով, կփոխանցենք հաջորդ սերունդներուն։ Ուրեմն այսօր սիրելիներ չլանք լոկ Վարդանանց տոնողներ, այլ կլանք Վարդանանցներ գերդողներ։ Ընթանանք անոնց շարիղեն եւ վար բահենք անոնց կողմեն մեզի փոխանցված քրիստոնեական չափը եւ մենք ալ մեր գարքին փոխանցենք այդ չափը հաջորդ սերունդներուն։
Ուրեմն սիրելիներ, այսօր մենք մեծ բարդագանություն ունենք։ Մենք բարդագան ենք այդ շահը, քրիստոնեական շահը փոխանցելու նոր սերունդին, որովհետեւ անոնց ալլան ճշմարիտ իսկապես քրիստոնյա ժողովուրդը ալոթենք։ Ով դեռ որ հաշվառակալ են, որ դու մեզի տված ես այնպիսի անձեր, որոնք քեզ սիրած են եւ նախընտրած են մահը քեզ մոտ թափե յանքը առանց քեզի։ Եվ շնորհակալ եմ ով դեռ որ այդ հավատքը, այդ սերը մինչև այսօր մեզի հասած է։ Դերիսը շնորհքերը որ մենք ներկայացին փոխանցենք այդ հավատքը, այդ սերը նոր սերունդին եւ մեր նոր սերունդը ով դեռ քեզ պաշտե, քեզ սիրե, գիտնա որ դու ես միակ Աստվածը, դու ես միակ քրիչը, որ մեզի յանք ավելի յանք եւ հավիտենական յանք կրաստալ եւ մեզ ով դեռ դրանց կուսակները դնել։ Գխնդրեմ ով դեռ որ այսօր մենք եւ մեր զավակները եւ մեր թորնիկները հայ ժողովուրդը քեզ բաշխով սիրով ոչ միայն անունով քրիստոնյա ժողովուրդ կլան, այլ լան յանքով, խոսքով, գործով լան քրիստոնյա հայ ժողովուրդ։ Տեր Հիսուս օրհնությունը մեր վրա լա եւ որ մեր յուրաքանչյուր դուները, ընտանիքները առանց բացառության քեզ սիրով, քեզ բաշխով անձեր եղած են եւ պատրաստ են որ դու քրիստոնյանը քեզ թիմավորելու եւ ասելու ով դե շնորհակալ եմ որ դու ինձ համար աշխարհ եկա ինձ համար քո յանքը դրի խաչվեցա եւ շնորհակալ եմ որ դու այսօր հարության դերես եւ այսօր օրմոնեզի հարության յանք դիտած հավիտյանս հանելից գուղել դրանալ ով Տեր Հիսուս օրհնությունը մեր բոլորի վրա մեր ընտանիքներու